Հայ ազգային կոնգրես կուսակցություն Ավետիս Ավագյան, խնդրեմ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես ներկայացնում եմ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը 10-րդ համարի քվեաթերթիկով ենք մենք մասնակցում, պարոն Ղազարյանը վրիպեց երևի նշել մեր համարը։ Ինչ վերաբերվում է բուն հարցին, ես պիտի ասեմ, որ խաղաղության պայմանագիրը ըստ էության ընդունելի փաստաթուղթ է, մի մտահոգիչ կետ կա, կարծեմ 8-րդ կետն է, որը վերաբերում է անհանրությունների ներսում կարող է առնչություն ունենալ նաև խոսքի ազատության եւ այլ սահմանափակումների, դա կարող է ինչ-որ լարվածությունների կամ կոնֆլիկտների առիթ հանդիսանալ հետագայում, հուսով ենք դա կարելի է կարգավորել։ Ես իմ ելույթում կփորձեմ փաստերի, հրապարակված փաստաթղթերի եւ հայտարարությունների հիման վրա ցույց տալ, թե ինչու ԿՊ-ին պետք է հեռացնել իշխանությունից այս ընտրություններին։ Շնորհակալություն։ Այսպիսով այս շրջանը սկսում ենք 10-րդ համարից, խնդրեմ Հայ ազգային կոնգրես Ավետիս Ավագյան։ Շնորհակալություն, ում է ուղղված ձեր հարցը։ Պարոն Միրզոյանին, չեմ կարող առիթը բաց թողնել եւ շատերիս հետաքրքրող հարցը, որ առեղծվածային ինչ-որ բան է ստացել։ 2019 թվի փաստաթղթի արձագանքը այնուամենայնիվ ինչպիսին է եղել Հայաստանի իշխանությունների կողմից։ Պատասխանել եք, չեք պատասխանել, մերժել եք, չգիտեմ, կարող եք լուսաբանել մեզ։ Խնդրեմ, պարոն Միրզոյան, 1 րոպե։ Սիրով, 2019 թվականին մեկ անգամ եւս ուզեմ ասել, ըստ էության նոր առաջարկ, նոր գաղափար չի եղել։ Հայաստանին ներկայացվել է 2016-17 թվականների առաջարկի տրամաբանությամբ կամ մի փոքր մոդիֆիկացիայով մի տարբերակ, նույնիսկ տարբերակ չեմ կարողանում ինքնուրույն տարբերակ չեմ կարողանում անվանել, որից հաջորդել է բազմաթիվ հանդիպումների մի սերիա տարբեր քաղաքներում, օրինակ վերջինը 2020 թվականի հունվարին, եթե հիշողությունս չի դավաճանում, տեղի ունեցել այդ հանդիպումը, որից հետո արդեն կովիդ եւ շարժի ուրեմն սահմանափակում աշխարհով մեկ, այսինքն այդ փաստաթղթի շարունակություն տեղի են ունեցել քննարկումներ, եղել են համանախագահների հայտարարություններ, եղել են արտգործնախարարների եւ համանախագահների համատեղ հայտարարություններ, այսինքն process, ինչպես եւ դրանից առաջ մի շարք այլ փաստաթղթերի դեպքում։ Շնորհակալություն, արձագանքման կարիք տեսնում եք։ 3 րոպե, սա ընդհանուր քննարկման համար է, այլ մասնակիցներ եւս կարող են մասնակցել։ Եթե ով ցանկանա, խնդրեմ ձեռքով, հիմա պարոն Ավագյանը, հետո հերթով։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան։ Ես նախորդ փորձից հիշում եմ, որ որևէ փաստաթուղթ որ ստանում ենք, մենք պիտի գրավոր պատասխան տանենք։ Դա ուղղակի դիվանագիտական նորմ է։ Հիմա ես ձեր ասածից հասկանում եմ, որ դուք որևէ գրավոր պատասխան չեք ուղարկել։ Ես նորից եմ կրկնում, հարգելի գործընկեր, այդ փաստաթղթի ներկայացումից հետո տեղի են ունեցել քննարկումներ, շարունակվել են, տեղի են ունեցել հանդիպումներ եւ այդ գաղափարների քննարկում, ոչ գրավոր, այլ առերես։ Ես այլ բան եմ ասում։ Քննարկումներ միշտ լինում են անդադար, պարբերաբար, բայց երբ որ որևէ փաստաթուղթ է գրավոր ներկայացվում, դա ենթադրում է գրավոր պատասխան։ Հիմա դուք չեք պատասխանել, թե գաղտնի եք ուզում պահել մեզ։ Գիտեք, ես կարծում եմ ձեր պատկերացումները դիվանագիտական պրակտիկայի մասին մի փոքր ներողություն, բայց թերի են, միջանկյալ տարբերակների դեպքում անընդհատ չի, որ ասում են այ խմբագրություն 1-11-ին, ես ասում եմ իմ դրական կարծիքը կամ մենք մերժում ենք 1-11 խմբագրությունը, որից հետո գալիս է, չգիտեմ, 1-12 խմբագրություն եւ այլն։ Կրկնում եմ, դա բանա, process է, գործընթաց։ Այդպես չի, որ ես տվեցի ձեզ եւ դուք համաձայնեք կամ չէ։ Պարոն Դրմեյան, խնդրում եմ։ Սուրեն Սուրենյանց։ Պարոն Ավագյանը ճիշտ է։ Ոչ մի հնացած մոտեցման հարց էլ չկա, երբ որ հնչում է կամ սեղանին դրվում է առաջարկ, լինում է պատասխան։ Իրականում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, բայց պատասխանելը շատ անուղղակի։ Խաչատրյան, պարոն Ավագյանը չի խոսել, բաղուց ասել է, որ տալիս եմ նրան ձայնի իրավունք։ Բայց պասուշ ես հարցի մասին։ Հետո ես եմ։ Խնդրեմ։ Չէ, ես բաղուց եմ ձայն կընտրել եւ ինչին պիտի արձագանքեմ։ Խանգարում եք հիմա, պարոն Ավագյանը խոսա, խնդրեմ։ Ես ուզում եմ անդրադառնալ հանրայցի, որտեղ այստեղ շատ մտահոգություններ հայտնվում եղան, թե ինչու ենք մենք անցյալը փորփրում։ Պարոն Միրզոյանն էլ ասում է, որ պատմության դասերը լավ ենք սովորում։
Ես փաստերով կարող եմ ապացուցել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գրանցած ձախողումները պայմանավորված էր միշտ եղել նրանով, որ երբ որ ԿՊ-ի նեղ կուսակցական շահերը բախվել են մեր պետական շահին, պետական շահերը զոհաբերվել են։ Այդպես եղավ, երբ որ մի հարթակից, ասենք, ռուսական հարթակից բանակցային տեղափոխվեցին եվրոպական հարթակ, որտեղ պայմանն այն էր, որ Հայաստանը պիտի իր պահանջը Ղարաբաղի ստատուսի հարցում նշաձողը իջեցներ, բայց փոխարենը երաշխավորում էր փոխադարձություն եւ հավասարություն միջանցքի հարցում։ Հետո անցան ամերիկյան հարթակ եւ Իրոք այսինքն կարանք, չէ՞ միջամտենք, ընդհանուր քննարկում։ Ես անպայման ուզում եմ, որովհետև իմ անունը տրվել է։ Եվ Հաջորդ հարթակին, ամերիկյան հարթակին անցնելուց արդեն եկավ միջանցքի հարցը։ Եվ ես կարող եմ փաստաթղթերով, հիմա ես մոտս ունեմ եւ Գրանադայում հայտարարությունը եւ Թրիփի պայմանագիրը կարող եմ տեքստուալ ուղղակի ապացուցել, որ մենք այդտեղ զիջել ենք մեր իրավունքները։ Պարոն Խաչատրյան, Սիրելի հերոստատիտող, դուք տեսաք, թե ինչպես է պատասխանում ԿՊ-ի ներկայացությունը, երբ որ պատասխան չունի։ Երբ որ պատասխան չունի, սկսում են ստեր տարածել։ Խաղաղությունը բերել է Լևոն Տեր-Պետրոսյանը 97 թվականին։ Սա ասում եմ, որովհետև մենք բերել ենք փաստաթուղթ, որը ստորագրել է Հայր Ալիևը, համաձայնվել է Փուլային։ Վերջը եղավ այն, որ մեր ջանքերի շնորհով Ղարաբաղը, որ դարձել էր հակամարտության լիիրավ կողմ, Ղարաբաղը մերժեց։ Հետո ուրեմն պատասխանատուները ճիշտ բաշխեք։ Շատ է։ Երկրորդ համար։ Պարոն Ավագյան, Ինքը խնդրեմ։ ասաց, ոնց չարձագանքի։ Ես թեմայի շրջանակներում կարող եմ արձագանքել։ Լսում ենք պարոն Ավագյանին։ Շնորհակալություն խոսքի համար։ Ընդմիջում է։ Պարոն Միրզոյանը անընդհատ փորձում է փախնել թեմաներից, երբ որ իրեն բան չի հաջողի։ Երբ որ իրեն հաջողի փախնել թեմաներից եւ չի պատասխանում բուն հարցին։ Եթե դուք եվրոպական հարթակում ձեռք եք բերել նորմալ պայմաններ հավասարության եւ փոխադարձության, ինչի փոխեցիք, ինչի չպնդեցիք այս հարթակում շարունակել բանակցությունները եւ ընդունեցիք ամերիկյան հարթակը, որտեղ զիջեցիք միջանցքը։ Կարող եք պատասխանել այս հարցին։ Ինչու եք միջանցք տրամադրել, որը դուք մերժում եք մշտապես։ Լսեք, ձեր մի այլ գործընկեր ասում էր, որ օգոստոսի 8-ից առաջ, ասում էր, այ հիմա օգոստոս չէ, օգոստոսի 8-ին որ ստորագրեցիք։ Կարող եք հարցին պատասխանել։ Հենց ձեր հարցին է պատասխանում։ Ասեք այլ գործընկերոջի խեք մեջ բերում, ասեք պատասխանեք հարցին։ Հետաքրքրված եք պատասխանում։ Լսեք։ Ձեր կուսակցության մի այլ գործընկեր, օգոստոսի 8-ի ստորագրումից հետո ասում էր, ես համաձայնագրի մեջ միջանցքի մասին դրույթ կա։ Մենք ինչ արեցինք, հրապարակեցինք տեքստը, կարդաց այդ մարդը տեքստը եւ ասեց, ստեղ չկա, բայց այն հուշագրում, որ ստորագրել են ենթակառուցվածքների մասին, ընդեղ միջանցքի մասին ձևակերպում կա, միջանցքը ընդեղ կա։ Ինչ արեցինք մենք։ Հրապարակեցինք նաև այդ հուշագրի տեքստը եւ իհարկե ինչ բնականաբար պարզվեց, որ այնտեղ էլ չկա միջանցք։ Հիմա դուք կանգնած այդտեղ խոսում եք միջանցքի մասին։ Հերիքա խափեք Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Հայաստանի Հանրապետության տարածքում արտատարածքային միջանցք չի ստեղծվել, մեր կառավարությունը երբեք այդպիսի պնդման չի համաձայնվել, այդ ձեր երազանքն է, ձեզ ուղարկողների երազանքն է։ Այմարդ, ես իմ ստորագրածը չգիտեմ, չգիտեք ոնց որ պարզվում է, չգիտեք։ Ուզում եք հիմա ապացուցեմ, որ չգիտեք։ Դեմագոգիան էլ չափ ու սահման ունի։ Լսեք, ես փաստաթղթի վրա եմ ժողովուրդ, մի հավատացեք այս մարդուն, մի հավատացեք ինձ, բացեք կարտացեք։ Գրանադայի հայտարարությունն է, որտեղ գրված են սկզբունքները, թե ինչ սկզբունքներով են կարգավորվելու հաղորդակցության հարցերը։ Գրանադայի։ Հստակ նշված են հավասարություն եւ փոխադարձություն։ Գալիս ենք Թրիփին։ Սկզբունքները, որոնց հիման վրա լուծվում է հաղորդակցությունների հարցը։ Դու Գրանադայից հետո տեղի ունեցած զարգացումների մասին տեղյակ եք։ Վաշինգտոնում ստորագրված Եթե ուզում եք լսեք, մի քիչ ամփոփ։ Չէ, հերիքա խափեք մարդկանց։ Լսեք, ես Թրիփն եմ հիմա ցիտում։ Լսեք։ Այն, ուրեմն ցիտում եմ այն սկզբունքները, որոնց հիման վրա կարգավորվել այս հարցը։ Սուվերենության հարգում, տարածքային ամբողջականություն եւ Հայաստանի Հանրապետության յուրիսդիկցիա։ Փոխադարձության հարց ընդհանրապես չկա։ Փոխադարձությունը բերել են մի նախադասություն հետո Դեվիդ Կոպերֆիլդի մի հատ բան են արել։ Ասում են, որ փոխարենը
ակնկալվում է, որ այս TRIP ծրագիրը կգեներացնի փոխադարձ օգուտներ Հայաստանի։ Հիմա ձեր կարծիքով հապացուցեցիք, որ դե Իհարկե հապացուցեցիք։ TRIP-ի միջանցքը գործում է միայն Հայաստանի տարածքում։ Նախիջևանի տարածքով Հայաստանի քաղաքացիները ճամփորդելու դեպքում չեն օգտվելու Միջանցքը գիտեք որն է ինչի էր մեր համար մերժելի։ Ես ասում եմ ձեզ ինչն է։ Որովհետև բաներ լոբինգ էր արվում մի միջանցք, մի արտատարածքային միջանցք, որը բանով ցանկապատերով պետք է առանձնացված լիներ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքից եւ այդ միջանցքի անվտանգությունը եւ վերահսկողությունը պետք է հանձնված լիներ երրորդ երկրի։ Չի եղել դա, դրա համար եք դուք վատ զգում, չի եղել։ Չի լինելու, մոռացեք։ Հայաստանի Հանրապետությունը միջանց չի տվել։ Մի վայրկյան ներողություն։ Եկեք մենք հարգենք մեր այսօրվա օրակարգը։ Մենք խոսում ենք խաղաղություն եւ անվտանգություն թեմայից։ Գնահեք, բայց որքան ուղիղ կապ ունի անվտանգության հարցը։ Այդ միգուցե ուրիշ ռակուրսից վերադառնանք մեր այսօրվա թեմային։ Շատ ավելի վտանգավոր ու ավելի կարևոր հարց կա։ Ես իմ հարցերը, որ նախապես հնչեցնում եմ, հենց այնպես չէր։ Ես ուզում եմ ֆիքսել, որ այս իշխանությունները մեզ համար ոչ ամենալավ պայմաններով պայմանագիր են կնքել, զուտ են բանի համար, որ մոտենում են ընտրություններ եւ այլևս ձգել հնարավոր չէ եւ իրանք գնացել են զիջման լրացուցիչ, զիջել են միջանցքի հարցը։ Ըստ էության նոր դուք այդ մասին բանավեճ ունեցաք, չէ՞։ Իմ արժիքը կնեմ նույն բանը։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Ես այդ ուրիշ բանն եմ ասում։ Ասում եմ, որ միջանցքի հարցը զիջվել է զուտ են բանի համար, որպեսզի միջև ընտրությունները իրանք ստանան ինչ-որ փաստաթուղթ։ Այնինչ կարելի է եւ ավելի երկար բանակցել, եթե մի վարքյան վերջին միտքն եմ ասում։ Եթե նրանք փոխարենը դրսից լեգիտիմություն փնտրելու ներսում կոնսոլիդացնեին հասարակությունը։ Այս լավ բան։ Եթե այս խոսքերը Դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Չէ, իմ հերոսը դուք եք։ Եթե այս խոսքերը ասում են ձեր սանանկությունը քաղաքականության նեղանում մի ընդհատեք։ Ես երբ որ այս խոսքերը լսում եմ, ասենք եթե ասած լինեին 2018 թվականին միջև պատերազմը, ես կծափարեի, կգնայի։ Այմար 20 թվից հետո ենք ասել գնանք ընկնենք այդ անդունդը։ Թույլ տվեք խոսենք։ Ես չեմ հավատում ձեր համոզմունքներին։ Դուք ասում եք պատմաբան։ Ճիշտ եմ, բայց չեք հավատում։ Լրիվ։ Ասում եք ճիշտ եմ, բայց չեն 20 թվին ասել, ոչ թե 18։ Փորձանքը բերելուց հետո եք ասում։ Դուք պատերազմի կուսակցություն եք, այո, երբ որ ընտրություն ա եղել պատերազմի թե խաղաղության միջև, դուք ընտրել եք պատերազմը։ Եվ ես վստահ եմ, որ դուք միջև հիմա նույն ծայրահեղական։ Պարոն Ավագյան, իսկ բացի ձեզնից խաղաղության կուսակցություն կա ստեղ։ Իհարկե չէ։ Իրանք է խաղաղության կուսակցությունը։ Հաջորդ սերունդների վզին ու փախա։ Երբ որ մենք խաղաղության համար էինք պայքարում, պատասխանատվությունից փախելա ձեր ուժը։ Փախել եք դուք։ Այ պարոն Ղազարյանի բեկորները մարմնի վրա եղած ձեր քաղաքական ուժի առաջին բանը։ Պարոն Փաշոյան, խնդրեմ։ Պարոն Փաշոյան, մի րոպե։ Չեղավ։ Պարոն Փաշոյան։ Պարոն Սոյնյան, ծնողազուրկ եմ։ Զայնը տալիս ենք պարոն Փաշոյանը։ Պարոն Փաշոյան։ Պարոն Ավագյանը։ Ես շատ կարճ ուղղակի երկու ձևակերպում եմ ուզում անել, բանաձև, որ մեր ստրատեգիան պիտի եղել էր ժամանակի եւ պիտի լինի։ Անում եմ։ Եթե ուզում ենք լավ հարաբերություն Ռուսաստանի հետ, պիտի լավացնենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Եթե ուզում ենք լավ հարաբերություններ Թուրքիայի հետ, պետք է լավացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Որևէ աշխարհական կենտրոնի միահեծան իշխանությունը այստեղ։ Հասկանալի։ Մենք միշտ պարտվելու ենք, որտեղ նրա համար Ադրբեջանը ավելի Պարոն Մերաբյան։ Դրմեյան, Ղազարյան, Մեհրաբյան։ Հայ ազգային կոնգրես կուսակցություն Ավետիս Սավաթյան։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, մենք կանգնած ենք բախտորոշ ընտրությունների շեմին։ Եթե այս ընթացքը շարունակվի, Հայաստանը կարող է հայտնվել ավերիչ հակամարտության հորձանուտում։ Բարեբախտաբար դրանից խուսափելու ձև կա։ TRIP-ը փոխլրացնող Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման մեր ծրագիրը եւ այդպիսով աշխարհքաղաքական բալանսի վերականգնումը մեր տարածաշրջանում այն ռազմավարական ծրագիրն է, որ կապահովի Հայաստանի անվտանգ եւ ինքնիշխան զարգացումը։ Վերջ կդնի մեր միակողմանի կախվածությանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հաղորդակցության ուղիներից։ Մենք բաց ենք բոլոր այն պետությունների հետ համագործակցության համար, որոնք պատրաստ են հավասար եւ փոխշահավետ հարաբերությունների։
Մենք մեր անցած ուղով ենք ապացուցել, որ Հայաստանի անկախ ինքնիշխան հանրապետության շահը եւ մեր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները, բարեկեցությունն ու երջանկությունը մեզ համար բացարձակ արժեք են։ Անպայման գնացեք ընտրության, ընտրեք խելամիտ ուղին Հայաստանի համար, մեր քվեաթերթիկն է թիվ 10-ը։